Գրող Դեյվիդ Լորենսն ասել է. Երանի երկու կյանք ունենեինք։ Առաջինում սխալներ գործեինք, իսկ երկրորդում դրանցից քաղած դասերով ապրեինք։ Սակայն ցավոք կյանքը փորձեր չունի։ Հնարավորությունը մեկն է։ Բայց պատկերացրեք, եթե հնարավոր լիներ հետ գնալ ժամանակի մեջ ու հանդիպել քո անցյալի եսին։ Բարև տղերք, Բեն։ Ինչ կա չկա։ Ապագայի Բենը։ Հա։ Լավ տեսք ունես։ Դու էլ ապրես։ Բամազերը լավն են։ Անթերի։ Բայց մի րոպե, իսկ ապագայի Ջեյնն ուր է։ Օհ, ափսոս նա գնաց։ Կաֆե ուտելու մի բան վերցնի։ Կներեք ուշացա։ Ապագայի Ջեյ, ինչ ես ուտում։ Շոկոլադ։ Սիրում եմ շոկոլադ։ Գիտեմ, բռնիր։ Ոչ մի աննորմալի հետ մի ժամադրվիր։ Դպրոցում այն աղջկա հետ մի հանդիպիր։ Եթե կարողանայի անցյալ գնալ կասեի դա մի հագիր։ Աղջիկ ջան, ցանցը ձեռնոցներ մի հագիր։ Ես հետ կգնայի քոլեջ, բայց ոչինչ չէի փոխի։ Ուղղակի կուզեի նորից ապրել այդ ժամանակը, իմ կյանքի ուրախ շրջանն էր։ Ես չէի մասնակցի ծնողների օրվա մրցավազքին, չէի ինքնի ու ինքս ինձ չէի խայտարակի։ Այդքանը։ Երևի կասեի ուտելիքի վրա այդքան փող մի ծախսիր։ Գեր ինչ ուզում ես։ Մարդկանց կարծիքը հաշվի մի առ։ Ես մռայլ երեխա էի ու միշտ կռիվ էի անում։ Ուստի կասեի հանդարտվիր։ Մորդ ասածները լսիր։ Երեք մինչև գիշերվա 4-ը Netflix էի նայում, KFC պատվիրեցի եւ 20 հատ նագեց կերա։ Եթե կարողանայի դա կփոխեի։ Ես կգնայի իմ 7-րդ դասարանի ժամանակը ու ինձ կասեի համբուրիր այդ աղջկան կամ գոնե հասա որ սիրում ես նրան։ Դե չգիտեմ։ Այսպիսով գիտենք, որ անցյալը փոխել չենք կարող, բայց ապագան լավագույնս կառուցել կարող ենք։ Այո, կյանքիդ մնացած մասը դեռ առջևում է, երբեք չափից ուշ չէ։ Դու կարող ես նպատակային, իմաստալից ու երջանիկ կյանք ապրել, որն էլ հենց քեզ համար Աստծո նախատեսած նոր կյանքն է։ Այս հանդիպմանը կամենում ենք քննարկել Հռոմեացիների 12-րդ գլխում հետևյալ խոսքերը. Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում ենք ձեզ, այսինքն հաշվի առնելով ձեզ համար Աստծո արածները, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, այսինքն ձեր կյանքի ամեն մասը հանձնեք Աստծուն։ Դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Ըստ այս խոսքի ասում է. մի նմանվեք այս աշխարհի կերպարանքին, ըստ մեկ այլ թարգմանության, թույլ մի տվեք, որ ձեր շրջակա աշխարհը ձեզ դնի իր կաղապարի մեջ։ Պողոսով գրել է սա նկատի ունի, որ եթե ուզում ես ապրել այս նոր կյանքով, պիտի հոժար լինես տարբերվելու։ Երևի թե բոլորս հասկանում ենք, որ դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է, քանի որ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում աշխարհին նմանվելու ամբողից չզատվելու ճնշում կա։ Ասես պարտավոր ենք սիրելու բոլորի սիրելի բաները, մտածելու նույն ձևով, գնելու նույն ապրանքները։ Սակայն Հիսուսի հետևորդները կանչված են տարբերվող լինելու։ Բայց դա չի նշանակում տարօրինակ լինել։ Կարիք չկա օրինակ խոսելու արտասովոր կրոնական լեզվով։ Պարզապես մեր կյանքի հիմքը պետք է լինի Աստծո եւ մարդկանց հանդեպ ունեցած սերը։ Մի նմանվեք, ասելով Պողոսը նկատի ունի այլ ձևով ապրեք, անջատվեք անցյալից ու նոր ընթացքի մեջ մտեք։ Չգիտեմ ձեզ ինչպես, բայց ինձ փոփոխությունը անհանգստացնում է։ Հա, քո սանրվածքը դրա վառ ապացույցն է։ Մի րոպե, չէ։ Ես մազերից ձևը 3 անգամ փոխել եմ, 3 տարբեր սանրվածք։ Այսինքն 15 տարին մի անգամ։ Մենք շատ էինք վիճում։ Գիտեմ, հետաքրքիր էր։ Դե հա, բայց իրոք։ Մազերդ նույնն են։ Այսպիսով փոփոխությունը կարող է դժվար լինել։ Երբևէ մտածել ես, թե ինչ է նշանակում քրիստոնյա լինել, եւ թե ինչպես է դա կարող ազդել քո կյանքի վրա։ Այո, հատկապես եթե կարծում ենք, թե պիտի հրաժարվենք մեր կյանքի բոլոր, նաեւ լավ բաներից, բայց Աստված լավագույնն է ցանկանում մեզ։ Նա պատվիրում է թողնել ավելորդը, աղբը, այնինչ լավ տեղ չի տանում մեզ։ Մի ժամանակ Լոնդոնում մի ծեր կին էր ապրում, որին բոլորը ճանաչում էին, եւ ամեն օր նա թափառում էր իր թաղամասի փողոցներում, մշտապես անբաժան աղբով լի իր տասնյակ պարկերով։ Նա նաև անցորդներից փող էր պահանջում, իսկ չտվողների վրա խիստ բարկանում էր։ Այդ պատճառով էլ նա մտերիմներ չուներ։ Եվ ահա, երբ ծեր կինը մահացավ, թվում է, թե նա
աննշան հուղարկավորություն պիտի ունենար։ Բայց զարմանալիորեն ներկա էր հսկայական բազմություն, որտեղ էին լավ հագնված բազմաթիվ հարազատներ, տարբեր պաշտոնյաներ եւ հասկանալի է, անհամար իրավաբաններ։ Պարզվում է, փողոցում ապրելիս այդ կինը վիթխարի ունեցվածք էր ժառանգություն ստացել, ներառյալ շքեղ բնակարան լի թանկարժեք կտավներով։ Սակայն որքան էլ տարօրինակ է, կինը շարունակել էր ապրել փողոցում, ընտրելով աղբով լի իր պայուսակները։ Ըստ երևույթին նա չէր կարողացել բաժանվել իր իմացած կյանքից եւ այդպես էլ զուրկ էր մնացել իրեն հասանելի արտառոց ժառանգությունից։ Հաճախ մենք չենք ուզում թողնել մեր իմացած կյանքը, բայց Աստված պատվիրում է թողնել կյանքումդ կուտակված աղբը, որպեսզի կարողանաս ձեռք բերել քեզ համար նրա պատրաստած բոլոր բարիքները։ Անձամբ ես իմ ձևով եմ գնում ու ընդհանուր նորմերով չեմ ապրում։ Փոքր ժամանակ ձգտում ունեի բոլորին համապատասխանելու, աչքի ընկնող երեխաների հետ լինելու։ Տեսքդ պետք է ստանդարտ ձևով լինի, կոնկրետ ձևով պետք է հագնվես կամ վարվես։ Եթե պարտադրանք կա, ես հակառակն եմ անում։ Ես ներսից պետք է ցանկանամ դա անելու, այլ ոչ թե մարդկանց պարտադրանքով։ Ես սովորել եմ աղջիկների ավանդական դպրոցում, որտեղ բոլորը պետք է լավ լինեին մաթեմատիկայից ու բնագիտական առարկաներից։ Հատկապես այժմյան սոցցանցերի պայմաններում, որ թելադրում են ինչպիտի հագնես, ում հետ շփվես։ Նախկինում ազդվում էի այդ ճնշումից, փորձում էի տպավորել մարդկանց, իմ տեսքով չտարբերվել մյուսներից, բայց հիմա էլ այդպեսին չեմ։ Երբ տղաներով միասին էինք լինում, հիմնականում ապօրինի բաներ էինք անում։ Դե բոլորն էին անում։ Ես չեմ սիրում բոլորի նման լինել, սիրում եմ յուրատեսակությունը։ Երբ Հիսուսի հետ փոխհարաբերություն ես սկսում, լիակատար փոփոխություն ես ապրում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Անցյալի քո արարքներով չես դու ճանաչվում։ Դու ներված ես ու լրիվ նոր արարած ես։ Դու կարող ես մոռանալ անցյալը ու նոր կյանք սկսել։ Անցյալը թողնելու միջոցը մեր մարմինը ընծայելն է որպես կենդանի զոհ, այսինքն մեր կյանքի բոլոր ոլորտները Աստծուն հանձնելն է։ Դա ներառում է մեր ծրագրերը, ֆինանսը, վարվելակերպը, անգամ ժամանցը։ Նկատել եմ, որ Հիսուսին հանձնվող մարդու նախապատվությունները փոխվում են։ Աստծո սերը ճանաչելուց հետո հասկանում ես, որ ամենակարևոր բանը հարաբերությունն է նախ Աստծո, ապա մարդկանց հետ։ Վստահ եմ դա է պատճառը, որ շատ քրիստոնյաներ ամեն օր ժամանակ են տրամադրում Աստծո հետ զրուցելուն եւ Աստվածաշունչ կարդալուն։ Այդպես է Աստծո հետ հաղորդակցությունը դառնում առաջնային։ Ժամանակից բացի մենք Աստծուն տալիս ենք նաև մեր ձգտումները։ Սա արդեն տարբեր է ամեն մարդու մոտ։ Գուցե դու ձգտում ես կարևոր աշխատանք, լավ մեքենա, մեծ տուն կամ բազմաքանակ հետևորդներ ունենալ։ Այդ բոլորը սակայն ի վերջո բավարարում չեն բերում։ Իբրև երկրորդական արժեք, դրանք կարող են լավը լինել։ Ձգտումն ինքնին վատ բան չէ։ Հիսուսն ասաց. դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Նա նկատի ունի հետևյալը. Աստծուն եւ նրա արքայությունը դարձրու քո գլխավոր ձգտումը։ Այդ դեպքում կսկսես մտածել այսպես. փող աշխատեմ, որ կարողանամ ներդնել հիվանդությունների դեմ պայքարի ու կարիքավորներին օգնելու գործում։ Կամ մտածում ես. պաշտոնի ու իշխանության հասնեմ, որ կարողանամ փոխել մարդկանց կյանքը, բարեփոխել մեր հասարակությունը եւ կառուցել Աստծո արքայությունը։ Անհրաժեշտ է Աստծուն հանձնել նաև մեր սեռական կյանքը։ Մանկոց եկեղեցում լինելով չեմ լսել, որ այդ մասին շատ խոսվի։ Ես սովորաբար ծնողներիս կողքին էի նստում։ Երևի դա է պատճառը։ Ինչևէ, դա ամբողջությամբ Աստծո գաղափարն է։ Նա է մտահղացել զգացական սերն ու ամուսնությունը։ Նա է հեղինակել սեքսը։ Դա նրան չի զարմացնում։ Նա երկնքից չի նայում ու ասում. ոչ։ Որպես արարիչ նա ասում է. սա նվեր է ձեզ, ահա թե ինչպես պիտի գործածեք դա։ Երբ Հիսուսին հարցրին ամուսնության մասին, նա ծննդոց գրքի այս խոսքը հիշեցրեց։ Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ միանա իր կնոջը, եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Մեկ մարմին խոսքն այստեղ իրար սոսնձվելու, խորին կապ ստեղծելու իմաստ ունի, եւ դա ոչ միայն ֆիզիկապես, այլև զգացմունքորեն, հոգեվորապես ու սոցիալապես։
Ահա թե ինչու սեռական կապը չի կարող պատահական ու անցողիկ լինել։ Բոլորս գիտենք, թե ինչ վերքեր են մնում խզված հարաբերություններից հետո, իսկ դա Աստծո կամքը չէ։ Աստված սիրում է մեզ եւ չի ուզում ցավի մեջ տեսնել։ Կտակարանում այս մասին խոսելիս Պողոսը մարդկանց չի ամաչեցնում։ Պարզապես հորդորում է այլևս այդպես չապրել։ Նա չի ասում՝ դուք անտանելի մարդիկ եք, քանի որ այդպես եք վարվում։ Նա ասում է՝ այլևս մի նմանվեք այս աշխարհի կերպարանքին։ Աստված ներում է, ուստի մենք միշտ կարող ենք փոխվել։ Ամեն օրը նոր սկիզբ է։ Լավ, եկեք վերադառնանք Հռոմեացիների թղթի այս խոսքին։ Ձեր մարմինը ընծայեք որպես կենդանի զոհ։ Ուրեմն մտածում եմ, թե ինչ է նշանակում մեր ականջները հանձնել Աստծուն։ Դա այն է, թե ինչ ենք լսում։ Մեր ականջը տրամադրում ենք բացասական թե դրական բաների։ Իսկ ինչ կասեք մեր աչքերի մասին։ Մենք մարդուն կարող ենք նայել նախանձով կամ ցանկասիրությամբ, բայց կարող ենք նայել մտածելով, որ Աստված սիրում է նրան։ Մեր ձեռքերը մենք դրանցով ավելի շատ վերցնում, թե ծառայում, թե մարդկանց վնասում ենք, թե բարին ենք գործում, իսկ մեր բերանը, այսինքն մեր խոսքերը։ Հակոբոս առաքյալը գրում է, թե մեր խոսքերը ինչ մեծ ուժ ունեն, ինչպես կարող են բարձրացնել կամ վնասել մարդուն, ինչպես օրհնել կամ կոտրել։ Մարդու օրը եւ նույնիսկ կյանքը փոխելու ամենահեշտ ձևերից մեկը խոսքն է։ Եվ չպետք է մոռանալ, որ սա ընթացք է։ Որոշ բաներ կարող են փոխվել մի օրվա մեջ, բայց մեր ներկայացրած փոփոխությունների մեծ մասը ժամանակ են պահանջում։ Չկա մի պահ, երբ կարող ես ասել՝ դե առանց Աստծո արդեն գլուխ կհանեմ։ Աստված չի ծրագրել, որ որևէ պահից մենք ինքնուրույն գնանք։ Մեր ողջ ուղին հարաբերություն եւ համագործակցություն է։ Ես ավագ դպրոցից հետո գործի անցա Մակդոնալդսում ու սկսեցի ամբողջ գումարս խնայել, որ երբ վերադառնամ Նոր Զելանդիա, կարողանամ նորմալ ման գալ, քանի որ արդեն 18 տարեկան եմ։ Ես մտածում էի Նոր Զելանդիայում մեծ աստղ եմ լինելու։ Ամեն օր անցկացնելու եմ խնջույքներով, խմիչքներով, թմրանյութերով, աղջիկների հետ, բայց հետո գիշերները ես ուղղակի իմ սենյակում էի։ Սիրուն սենյակում հսկայական մահճակալով, ջահերով։ Այդպես գիշերները գալիս էին, իսկ աղջիկները չկային, միայն ես էի ու երևի Աստված։ Ապա սկսեցի մտածել կյանքը հաստատ ավելին է, քան սա, որովհետև իմ կյանքը միայն սա էր, ցանկանում էի, ցանկանում, իսկ արդյունքում ոչինչ չկա։ Հետո գնացի ճամբար, գնացի ինչ-որ բան փնտրելով, չգիտեի ինչպես, բայց ինչ-որ բան էի ուզում։ Տղերքի հետ հասանք այդ տնակը, ու մեր առաջնորդը Էյդն անունով մեկն էր, նա իրականում մյուս առաջնորդները մեզնից ձեռք էին քաշել, մեզ համարելով ըմբոստ ու անկառավարելի պանկիներ, որ անընդհատ խնդիրներ էին առաջացնում։ Իսկ Էյդնը իրոք սիրում էր մեզ։ Նա սրտանց հոգում էր մեզ համար։ Նա հատուկ էր ուրիշներին, նա նման չէր ուրիշներին։ Ու այդպես մի երեկո հանկարծ ներսումս ինչ-որ թարմություն զգացի։ Ուղղակի սկսեցի գիտակցել, որ Աստված իրական է, Աստվածաշունչն ասում է, որ Աստված սեր է, ու ես փորձում էի կապ գտնել սիրո, Աստծո ու այդտեղ կատարվող այդ ամենի միջև։ Հանկարծ գլխումս միտք ծագեց. իսկ ինչ, եթե Էյդնի ցույց տված սերը նույնն է, ինչ Հիսուսի սերը, այսինքն նա վարվում էր Հիսուսի նման։ Երբ ճամբարից հետ եկա, մի տեսակ շփոթված էի, չգիտեի, թե ինչ էր պետք անել, կյանքս լրիվ փոխվել էր, ես նոր հոգևոր ընտանիքի մեջ էի, նոր հեռանկար ունեի, նոր ձևով էի մտածում, ես ուժգին սիրում էի Աստծուն, սիրում էի Հիսուսին, հիմա նա ամեն բան է ինձ համար, ու ցանկություն առաջացավ խորացնելու մտերմությունս նրա հետ, մինչ այդ ես մարդկանց հանդեպ կարեկցանք չունեի, շատ եսասեր էի, իսկ երբ մտերմացա Աստծո հետ, սկսեցի նաև կարեկցել մարդկանց։ Ես կասեի, որ միշտ ուղի կա, որով նա փորձում է քեզ տանել, բայց դու ես ընտրում դրանով գնալ, թե ոչ։ Իմ կարծիքով մեր նպատակը մեր ներսում է, ուղղակի տարիքի հետ պիտի պարզենք դա։ Դա մեր ներսում է դրված։ Իմ կյանքում երբեմն այդպես է թվում, բայց երբեմն էլ լրիվ հակառակն է թվում։ Չգիտեմ։ Անձամբ ես չեմ կարծում, որ նա ծրագիր ունի։ Ես զգում եմ, որ դա լավ բան է, բայց միաժամանակ հիասթափեցնող է, որովհետև հաճախ ես պատրաստ սպասում եմ այդ ծրագրին, եւ դա չի հայտնվում ինձ։ Ուղղակի չի հայտնվում։ Ինձ դուր է գալիս այդ միտքը, որովհետև ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Ես Աստծուն չեմ հավատում, ուստի չեմ կարծում, թե նա ծրագիր ունի իմ կյանքի համար։ Ես իմ ընտանիքի միակ զավակն էի եւ ենթարկվող երեխա էի։
18 տարեկանում շատերի պես ապստամբեցի ու սկսեցի ժամանակս անցկացնել գիշերային ակումբներում։ Եվ հաջորդ 10 տարիներին 18-ից մինչև 28 տարեկանս բարձրացա Նյու Յորքի սոցիալական սանդուղքով։ 28 տարեկանում ես ունեի երազածս գրեթե ամեն ինչ։ Ընկերուհուս պատկերը ամսագրերի կազմին էր։ Ունեի Beamer, Rolex, Labrador, վիթխարի դաշնամուր Նյու Յորքի իմ բնակարանում, բայց ես երջանիկ չէի։ Այդ ժամանակ ինչ-որ բան արթնացավ ներսումս։ Սկսեցի գիտակցել, որ երբեք էլ երջանկություն չէի գտնելու այնտեղ, ուր փնտրում էի։ Երբեք չէին լինելու բավարար քանակի աղջիկներ, թմրանյութեր ու խրախճանքներ։ Իմ ներսում դա մի նոր մոտեցում էր, որ ինձ մղում էր վերադառնալու հավատին արդեն նոր հայացքով։ Ես ինձ այնքան պարտավոր զգացի Հիսուսի հանդեպ, ով ամենուր ծառայում էր աղքատներին, հոգում էր մարդկանց կարիքները եւ օրինակելի կյանք էր ապրում։ Հակոբոսի թղթում մի խոսք կա, որ ասում է. «Իսկական աստվածապաշտությունը սա է. նեղության մեջ գտնվող որբերին ու որբևայրիներին այցելել եւ անձն անարատ պահել աշխարհից»։ Ուստի հաշիվը 0-2 էր։ 0-ն ես էի, որ մի ողջ տասնամյակ ոչ միայն ոչինչ չէի արել աղքատների համար, այլև բառացիորեն ապականել էի մարդկանց կյանքը։ Ես կյանքս գլխովին փոխեցի, վաճառեցի ողջ ունեցածս եւ միացա միսիոներ բժիշկների բարեգործական մի խմբի, որ Արևմտյան Աֆրիկայում կամավոր ծառայում էր մի մեծ հիվանդանոց նավի վրա։ Ես դարձա նրանց լուսանկարիչ լրագրողը։ 2 տարվա ընթացքում ես շատ բան տեսա, բայց ամենածանրն այն էր, որ մարդիկ կեղտոտ ջուր էին խմում։ Երկրի բնակչության կեսը նույնիսկ իր տարական առողջական կարիքները չէր կարող հոգալ։ Նրանք մաքուր ջուր չունեին։ Երբ վերադարձա Նյու Յորք 30 տարեկան էի, եւ սա էր գլխավոր բանը, որում ինձ պարտավոր էի զգում ծառայել։ Բարեգործական ջրի գաղափարն անկասկած ծագեց Քրիստոսին, Աստծուն վերադառնալու, հավատքի մեջ վերահաստատվելու իմ փորձառությունից։ Ես համոզված եմ, որ մարդկանց ջուր հասցնելը Աստծո սրտով է։ Ունենալ մի աշխարհ, ուր ամեն ոք մաքուր ջուր է խմում։ Դա այնքան նուրբ, Աստծո մեր հոր սրտին այնքան համահունչ ծառայություն է, եւ հրաշալի կլինի, եթե կարողանամ իմ աշխատանքով դա անել։ Վերջին 9 տարիների ընթացքում մենք մոտ $200 միլիոն ենք հավաքել եւ ողջ աշխարհում ավելի քան 5.5 միլիոն մարդու համար մաքուր ջուրը հասանելի ենք դարձրել։ Այդպես մի փոքր հետք ենք թողել։ Բայց ավելի կարևոր է, որ ընդհանրապես ջուր չունեցող մարդկանց թիվն է 1 միլիարդից նվազել մինչև 660 միլիոնի։ Գիտեք, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իմ աշխատանքով Աստծուն ծառայելու այս փորձը իմ կյանքում փոխել է ամեն ինչ։ Իմ կարծիքով դա հնարավոր է անել ամենուր։ Լինես բանկիր, թե ծաղկավաճառ, դու կարող ես արքայության արժեքները կառուցել քո աշխատավայրում, հաճախորդներից սպասարկելիս, քո թիմը առաջնորդելիս, կամ պարզապես մարդկանց օգնելիս։ Ինձ շատ է դուր գալիս Օգոստինոս Երանելու ասածը, որ Աստծուն ծառայելը կատարյալ ազատություն է։ Մինչդեռ մարդկային մտածելակերպը հակառակն է պնդում։ Եվ ես համոզվել եմ, որ կյանքում որքան ավելի շատ եմ վստահում Աստծուն, այնքան ավելի ազատություն եմ գտնում։ Սակայն չի նշանակում, թե դա հեշտ է։ Պիտի թողնենք մեր կյանքում արմատակալած վատ բաները, որոնց հետ ապրում ենք, իմանալով, որ դրանք վնաս են մեզ։ Մյուս գինն էլ քո հավատքի մասին հայտնելն է։ Ես սիրում եմ այս մասին խոսել։ Ուղղակի փորձում եմ ճիշտ բառեր ընտրել, որ ասածս հասկանաք։ Չեմ ուզում, որ ինձ խենթի տեղ դնեք, պարզապես որոշ բաներ, իմ կարծիքով, ես ինչպես, թե լավ։ Մենք չգիտենք, թե մարդիկ ինչպես կարձագանքեն, բայց դա ոչինչ է համեմատած Հիսուսի մեջ մեր գտածի հետ։ Եվ ահա թե որն է ամենակարևորը։ Ըստ Հռոմեացիների թղթի, մենք դա անում ենք Աստծո ողորմությամբ։ Այսինքն, որպես արձագանք այն ամենին, ինչ Աստված արել է մեզ համար։ Մենք մեր կյանքը հանձնում ենք Աստծուն ոչ թե նրա համար, որ նրա սերը ստանանք, այլ տալիս ենք իբրև պատասխան նրա սիրուն։ Հիսուսը քեզ այնքան է սիրում, որ իր կյանքը զոհաբերեց քեզ համար։ Իսկ դրան արժանի արձագանքն այն է, որ ասես Աստված իմ, ես ամեն բան հանձնում եմ քեզ, վստահում եմ քեզ ամեն հարցում։ Պողոս առաքյալն այստեղ բացատրում է, որ մեր կյանքը Աստծուն ընծայելուց հետո բացահայտում ենք նրա կամքը մեզ համար, ինչը բարի, հաճելի ու կատարյալ է։ Մենք գտնում ենք կյանքը ողջ առատությամբ, այնպիսի կյանք, որն արժե ապրել։
Ամեն ինչ լավ ստացվեց։ Ապրես։ Լսիր, ահա, ուզում եմ հարցնել դա ինչ է։ Օ, Բեն, մոռացել եմ ասել, 2000